Շնորհակալություն, պարոն Ուրբեկյան, ես առաջին ընթերցման ժամանակ էլ այս հարցը բարձրացրեցի եւ ֆունդամենտալ մակարդակում սխալ եմ համարում, որ այս օրենքի մշակմամբ զբաղվել է, մենք հետո խոսակցություն ունեցանք, դուք փաստարկներ բերեցիք, բայց ամեն դեպքում ես կառուցվածքային տեսանկյունից, շահերի բախման տեսանկյունից սխալ եմ համարում, որ այս օրենքի նախագիծը բերել է կենտրոնական բանկը անկախ դրա բովանդակությունից, ինչու, որովհետեւ կրիպտո արժույթը սովորական արժույթի մրցակիցն է։ Դուք ռիսկեր եք տեսնում կրիպտո արժույթի մեջ եւ բնական է որ պիտի տեսնեք, որովհետեւ իրանք ձեր այսինքն իրանք սովորական արժույթի մրցակիցներն են։ Նոր խոսք է արժույթների համակարգում եւ կարծում եմ, որ մենք եթե նույնիսկ կարգավորում ենք այդ դաշտը, ապա պիտի դրանով զբաղվի ոչ թե մրցակից համակարգը, այն է բանկային համակարգը, այլ մեկ այլ ինստիտուտ։ Դուք ասում եք, որ կենտրոնական բանկերի հիմա առևտրային բանկերի հիմա առանձին լիցենզիայի կարիք չեն ունենա եւ կկարողանան ուղղակի թույլտվությամբ, ենթադրում եմ կենտրոնական բանկից թույլտվությամբ, չէ՞։ Հա, այդ էլ խնդրում եմ պարզաբանել, թույլտվությամբ զբաղվել նաեւ կրիպտո արժույթներով, առևտրով, բայց ես նաեւ գիտեմ, որ առևտրային բանկերը ուղղակի շատերը ուղղակի հրաժարվում են դրանով զբաղվել։ Այստեղ ոնց ենք մենք հարցը կարգավորելու, իրավունք են ունենալու, թե ունենալու են պարտավորություն, այնպես ինչպես պարտավոր են սովորական արժույթներով գործարքներով զբաղվել, թե ուղղակի ով ցանկանա իրանք են զբաղվելու, իսկ եթե այդպես է, մեծ մասը պիտի ոչ չցանկանա, ըստ տրամաբանության։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։